Բարի օր բոլորին եւ բարի վերադարձ Mountain Eye Farms Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ այսօր 2026 թվականի հունիսի 15-ն է եւ մենք շարունակում ենք մեր տեղամասերի փոխումը ամեն օր երկու գլխականակի համար էլ երկու խմբի համար էլ սրանք մեր մայրերն են Սևանգուս իրենց փոքրիկների հետ եւ մեր տղաների գլխականակը գտնվում է Ջրաղաց գետի մյուս ափին այնտեղ մայրերից հեռու քանի որ մենք դեռ ուրեմն չենք անցել մեր բեղմնավորման սեզոնին ծնի կառավարման նպատակներով ուզում ցույց տամ նաև ամբողջ Ջրաղացի ձորի վեգետացիոն իրավիճակը ինչպես միշտ գեղեցիկ եւ եթե տեսնում եք Եղնասարի լանջերին մենք դեռ ունենք ձյուն եւ սա Հունիսի 15-ն է, ինչ է ասում սա մեզ, սա ասում է մեզ, որ ամառը դեռ Ջրաղացի ձորում չի եկել, վրա չի հասել, մենք դեռ գտնվում ենք տեխնիկական կամ իրավիճակային գարնանային սեզոնում եւ դա է հաստատում նաեւ մեր եղանակային կայանը, այսինքն Ջրաղացի ձորում չի կուտակվել դեռ այնքան ջերմության քանակություն, որ կարողանանք ասել, որ մեր մոտ արդեն եկել է ամառն։ Այսօր մենք օրացույցային ամառային, բայց իրավիճակային սեզոնային գարնան մեջ ենք։ Այսօր ուզում եմ բացատրել այն ազդեցությունը, որը թողնում է կենթանիների ներառյալ խոշոր եւ ջրավոր կենթանիների արածեցումը, կառավարվող շեշտում եմ վերականգնողական արածեցումը արոտավայրերի վրա ես ընդամենը 3 տեսանյութ եմ նկարել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է այս մայրամանկական խումբը արածում բույսը կոչվում է ուրեմն ժողովրդական լեզվով վայրի շուշան կամ կովի մաղադանոս cow parsley այն տեղամասում սպիտակ ծաղիկները տեսանյութը հեսա վերևը կտեղադրեմ, որպեսզի կարողանաք անցնեք նայեք։ Ոչ մի հատ չի մնացել, ընդամենը 3 այդ ամբողջ դաշտը այդ վայրի շուշանի հնձել են այս կենթանիները։ Եվ պետք է ասեմ, որ երբ որ մենք կենթանիներին տեղափոխեցինք, առաջի անգամ տեղափոխեցինք Ջրաղացի ձոր մեր մոտ չկար վայրի շուշան։ Պետք է ասեմ, որ դա կովերի կողմից նախընտրած ուրեմն բույսերից մեկն է եւ նա չկար, այստեղ գոյություն չուներ։ Շուշանի դաշտեր մենք չունենք։ Երբ որ մենք տեղափոխվեցինք այստեղ առաջի անգամ, դա 20 թվականի հունիսն էր, մենք ունենք նաև երեքնուքի այն առատությունը, որը մենք ունենք այստեղ, տեսեք նույնիսկ երևի խցիկով երևում է, թե ինչքան երեքնուք ունենք մենք այստեղ։ Եվ երբ որ մենք առաջի անգամ տեղափոխվեցինք այս միջավայրը, այս արոտավայրը 20 թվականի հունիսին մոտավորապես նույն ժամանակ, հունիսի կեսերին ես այնտեղ ունեմ ուրեմն տեսանյութ։
Այս բույսը, որը կոչվում է կանադական տատասկ փուշը, համատարած փակ էր այստեղ եւ կտեսնեք տեսանյութերի մեջ այս բույսը ահագին տարածված է։ Ի տարբերություն Շուշանի եւ Երեքնուկի, սա ամենաանցանկալի բույսերից մեկն է, նախ որովհետեւ կենդանիները չեն ուտում, դորպերները միայն կանաչ ժամանակ, թարմ ժամանակ միգուցե համտեսեն, բայց հետո նա ուրեմն կոշտանում է եւ փշեր է տալիս։ Մենք փորձել ենք այս տատասկի դեմ պայքարել տարիներով, սկզբից առանց հասկանալու հանձում ենք, որպեսզի հետո նոր հասկանանք, թե ուրեմն հնձել չի կարելի, որտեվ նա հակառակ ավելի տարածվում է։ Հետո փորձեցինք պայքարել նրա դեմ, ուրեմն բողբոժները մինչև սերմնակալելը կտրելով, վառելով։ Եվ ես ունեմ այդպիսի տեսանյութ, դա էլ եմ հիմա տեղադրելու անցյալում տարված տեսանյութ է, կարող եք նայել։ Հիմա ինչ ասես արել ենք եւ այս տատասկը միայն ավելացել է այդ տարիներին, այդ վաղ տարիներին, 20-21 թվականներին։ Հիմա արդեն 26 թվականն է, նկատելիորեն պակասել է այս տատասկը, նկատելիորեն է պակասել։ Եվ մենք ոչինչ չենք արել այդ պայքարից հետո, իր ավելանալուց հետո ոչինչ չենք արել, հասկացել ենք, որ իմաստ չունի։ Այս տատասկը ունի մեկ արմատ, այս ամբողջ դաշտը կարող է ունենալ մեկ արմատ եւ բոլոր բույսերը կախված են իրար հետ մեկ արմատից։ Այսօր մեկը կտրելով, չգիտեմ, վառելով, ինչ անելով, ոչինչ չես անում։ Հակառակը նրան կատաղացնում ես։ Եվ ամբողջ աշխարհում հայտնի է, որ սրա դեմ պայքար չկա։ Այս բույսը նաև մեր հայ գրականության մեջ տատասկոտ դաշտեր, սա ուրեմն տխուր վատ տնտեսության բարձի թողի թողնված հողերի խորհրդանիշ է։ Հիմա մենք մոռացել ենք սրա մասին եւ կառավարվող հարացեցմամբ շարունակել ենք մեր աշխատանքը մինչև 26 թվական, որպեսզի մենք նկատենք զգալիորեն արդեն քանակապես նա պակասել է։ Եվ այստեղ ոչ թե հարց է առաջանում, այլ փաստ է առաջանում։ Տեսեք, մինչև մեր այս ջրաղացի ձոր կենդանիներին տեղափոխել է 2020 թվականի հունիսին, այստեղ չի կատարվել որևէ գործողություն, արածեցում, ես չգիտեմ հնձում, 1988 թվականից, փաստացիորեն չի կատարվել, կենդանիներ չեն եղել։ Կենդանիների հայտնվելուց հետո, հատկապես կառավարվող արածեցմամբ հայտնվելուց հետո, մեկ էլ հանկարծ, հաջորդ տարիներին հայտնվում են ուրեմն երեքնուկի ծովեր, մենք հայտնաբերում ենք այստեղ 6 տեսակի տարբեր երեքնուկ, այնուհետև հայտնվում է Շուշանը, հետո ավելանում է, դարձնում է ուրեմն Շուշանի ծովեր եւ գնալով ավելանում են կենդանիների կողմից նախընտրած բույսերը եւ պակասում են այն բույսերի քանակությունը տեսակարար կշիռը արոտներում, որը կենդանիները չեն սիրում կամ միգուցե նաև իրենց խանգարում է։ Ինչ է տեղի ունենում։ Եվ այստեղ է հենց վերականգնողական արածեցման, վերականգնողական անասնապահության այն գեղեցկությունը եւ օգտակարությունը։ Բանը նրանումն է, որ արոտը, որը թողնվում է երկար տարիներ, շատ երկար տարիներ, առանց արածեցման, առանց կառավարվող արածեցման, կամ ասենք առանց վերականգնվող արածեցման, նույնիսկ եթե դեգրադացվում է խուժան արածեցմամբ այդ արոտավայրը, հողը իր մեջ պահպանում է այսպես կոչված
սերմերի բանկը։ Այն բուսատեսակները, որոնք կարող են ակտիվանալ միայն այն դեպքում, երբ որ ամբողջ էկոհամակարգը հավասարակշռվի։ Ինչ է նշանակում էկոհամակարգը հավասարակշռվել։ Էկոհամակարգը հավասարակշռվել նշանակում է, երբ որ արածեցվում են այդ արոտավայրերը, կառավարված, խմբային, փակ ուրեմն համակարգով, ինչպես որ մենք ենք օգտագործում էլեկտրական հովիվը, եւ հնարավորություն տալով արածեցված տեղամասերին վերականգնվել, ժամանակ տալով դրա համար։ Դա է ամբողջ վերականգնողական արածեցման իմաստը, որպեսզի հնձվեն կենդանիների կողմից արոտավայրերը արածեցվեն եւ ժամանակ տրվի, որպեսզի նրանք վերականգնվեն, նորից արածեցվեն, հետո նորից վերականգնվեն եւ այդպես շարունակ, ցիկլային։ Հիմա միայն այդ դեպքում այն բոլոր օգտակար կենդանիների համար օգտակար բուսատեսակները սկսում են այդ բանկից երևալ, սերմնային բանկից, որը հողի մեջ է, կամաց եւ ամբողջ համակարգը վերականգնվում է։ Սա հասկացել է մի գիտնական, որը ամբողջությամբ փոխել է կենդանիների, արածող կենդանիների եւ ընդհանրապես ամբողջ էկոհամակարգի հավասարակշռության այդ ամբողջ մեխանիզմը բնական, որը գոյություն է ունեցել մինչև մարդու գալը այս մոլորակ։ Մարդու անունը Ալան Սեյվերի է եւ նա է այդ հոլիստիկ եւ վերականգնողական արածեցման, ասենց ասեմ, բնական մեխանիզմի հետ հայտնաբերողը, որտեղ նա գոյություն է ունեցել մինչև մարդու գալը։ Ինչ է տեղի ունեցել մարդու գալուց հետո այս մոլորակ։ Մարդը եկել է, տեսել է, որ այս կենդանիները կովերի նախնիներ են եղել։ Իրանք ուտելի են, համով են։ Բայց այդ կենդանիները մեծ խմբերով արածում են եւ իրենց հետևից այդ գիշատիչների ոհմակները, գայլերի, չգիտեմ, կամ նրանց նախնիների, այս կենդանիների նախնիներին մեծ խմբերով քշել են ամբողջ այդ արոտավայրերով։ Սրանք որպեսզի պաշտպանվեն, կազմել են մեծ խմբեր, որպեսզի մաքսիմալ պաշտպանված լինեն եւ երբեք չեն մնացել նույն տեղում, երբեք չեն եղել ցվրված նախ եւ առաջ, եղել են միշտ խիտ խմբերով եւ տեղաշարվել են տարոտարերով ըստ էության վերականգնելով նրանց, որտեղ նույն տեղը չեն մնացել, ամեն օր շարժվել են եւ վերադարձել են այն արոտավայրերը, որտեղ խոտ կա դեռ, պաշտպանվելով այդ գիշատիչներից։ Մարդը եկել է, վերացրել է գիշատիչներին, էկոհամակարգը խախտվել է, այսինքն այս կենդանիները խմբեր, խիտ խմբեր կազմելու փոխարեն սկսել են ցվրվել, անկառավարելիորեն արածել եւ սկսել են ոչնչացնել կանաչը խուժան արածեցմամբ։ Ինչ ենք անում մենք։ Գիշատիչներ չկան այստեղ, կամ կան, բայց այնքան չեն, որ հարձակվեն, չգիտեմ, այս կենդանիների վրա, կամ նրանց քշեն տեղից տեղ։ Մենք ենք դա անում էլեկտրական հովիվների միջոցով։ Էլեկտրական հովիվը այն էլեմենտն է, որը պակասել է էկոհամակարգը հավասարակշռելու համար։ Էլեկտրական հովիվը, որը փակում է տրամագիծը արածեցվող տեղամասի, դրանք նա փոխարինում է այդ գիշատիչներին։ Կենդանիների մեծ խմբեր ենք կազմում եւ տեղափոխում ենք տեղամասը ամեն օր։ Եվ միայն այդ դեպքում հավասարակշռվում է էկոհամակարգը եւ դուք ունենում եք արոտների զարգացում, սննդակարգի զարգացում, իրանց սննդայնության զարգացում։ Ունենում եք վերականգնում եւ նրանք վերականգնում են ինչքան կարող են մինչեւ խորաշուն։
Սա է վերականգնողական արածեցման բուն իմաստը, որը հարկավոր է հասկանալ։ Եվ եթե հասկանաք եւ կարդաք արդեն էկոհամակարգը այդպես, կարող եք շարունակել հաջողությամբ առանց հավելյալ կերեր գնելու ձեր տնտեսությունը զարգացնել։ Այսքանը ուզում եմ սահմանափակել այսօր։ Շնորհակալություն եմ խնդրում, շնորհակալություն եմ հայտնում, խնդրում եմ ձեզ բոլորին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Հիմա կերևա այն մայր անգուսը, սեղմեք նրա վրա եւ կտանի մեր ալիք, կարող եք բաժանորդագրվել։ Դա հեշտ է ձեր համար, մեր համար կարեւոր է։ Շատ կարեւոր։ Տարածեք եւ հավանեք մեր տեսանյութերը։ Խնդրում եմ այցելեք տեսանյութի տակ տեղադրված մեր հղումով մեր ինտերնետ խանութը, որտեղից առցանց կարող եք ձեռք բերել մեր արտադրանքը։ Այնտեղ տեսականին դրված է, ժամանակ առ ժամանակ փոփոխվում է։ Այցելեք նաև մեր կայքեջի հղումով, որը դրված է այս տեսանյութի տակ, որտեղ կարող եք ծանոթանալ մեր աշխատանքին եւ իմանալ, թե որ խանութներում է վաճառվում մեր բարձրակարգ բնական հետագծելի ալպիական աճեցված սևանգուսի եւ նաեւ դորպերի միսը։ Ամենա բոլոր սուպերմարկետներում Հայաստան, Երևանի լավագույն, մեծագույն սուպերմարկետներում։ Շնորհակալություն եմ հայտնում եւ կտեսնվենք։